Օրագիր Նյուզը շարունակում է ուսումնասիրել եւ իր ընթերցողների դատին ներկայացնել ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների 2023 թվականի հայտարարագրերը։ Այսօր ուսումնասիրել են ԿՊԱ-ական падգամավոր Սիսա Գաբրիելյանի եւ նրա կնոջ Անի Բաղդասարյանի հայտարարագրերը։ Որպես անշարժ Սիսա Գաբրիելյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ մեկ բնակարան Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Գնված 1987 թվականի հունվարի 1-ին, ինչպես նաեւ միանձնասեփականությամբ մեկ առանձնատուն Շիրակի մարզի Գյումրի համայնքում, որը նա գնել է 2021 թվականի սեպտեմբերի 23-ին։ Տարեվերջին նրա բնակարանն ու առանձնատունը պահպանվել են, որպես շարժական գույք ԿՊԱ-ական падգամավորը տարեսկզբին հայտարարագրել է 2018 թվականի արտադրության Hyundai Magnishի ավտոմեքենա գնված 2021 թվականի հուլիսի 12-ին, որը 2023-ի նոյեմբերի 13-ին վաճառել է Ոմն Սուրեն Սարգսյանի 8 միլիոն դրամով։ Մեքենան վաճառելու նույն օրը իշխանական падգամավորը 12 միլիոն դրամով գնել է 2022 թվականի արտադրության Volkswagen Magnishի ավտոմեքենա Ոմն Ախիջանյան Գոհարից։ Սիսա Գաբրիելյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 257,602, տարեվերջին 598,975,83 դրամ։ Կանխիկ դրամ իշխանական падգամավորը չի հայտարարագրել։ Ամբողջ տարվա ընթացքում դատարկ է եղել նաև Իդրամում նրա բացած էլեկտրոնային հաշիվը։ Գաբրիելյանի տարեկան եկամուտները կազմել են 25,870,660 դրամ, որից 11,930,530 դրամը արժից ստացած աշխատավարձն է, 8 միլիոն դրամը մեքենան օտարելու արդյունքում ստացած եկամուտը, 4 միլիոն դրամը Հայեկոնոմ բանկից ստացված փոխառությունը։ Падգամավորը 1,940,130 դրամ եկամուտ է հայտարարագրել պետական եկամուտների կոմիտեից, քաղաքացիաիրավական պայմանագրով։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 24,044,000 դրամ։ Գաբրիելյանն իր եկամուտներից 3,800,000 դրամը հատկացրել է անշարժ գույքի վերանորոգման ծախսերին։ Падգամավորի կինը Անի Բաղդասարյանը աշխատում է հանրային հեռուստաընկերությունում որպես խմբագիր։ Որպես անշարժ գույք նա հայտարարագրել է միանձնասեփականությամբ մեկ սեփական տուն Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում, որը նա գնել է 2021 թվականի սեպտեմբերի 25-ին։ Տարեվերջին այս տունը պահպանվել է։ Շարժական գույք ավտոմեքենա Բաղդասարյանը չի հայտարարագրել։ Падգամավորի կնոջ բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 380,805,26 դրամ, իսկ տարեվերջին 171,350 դրամ։ Ի տարբերություն իր падգամավոր ամուսնու Անի Բաղդասարյանը հայտարարագրել է նաև կանխիկ դրամական միջոցներ։ Տարեսկզբին 900,000 դրամ, տարեվերջին 1,500,000 դրամ։ ԿՊԱ-ական падգամավորի կնոջ տարեկան եկամուտները կազմել են 8,424,554 դրամ, որից 8,242,861 դրամը հանրային հեռուստաընկերությունից, 181,693 դրամը Երևանի պետական համալսարանից ստացած աշխատավարձն է։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2,140,866 դրամ։ Նա նույնպես իր եկամուտներից 2,100,000 դրամը հատկացրել է անշարժ գույքի վերանորոգման ծախսերին։